Եթե խոսեմ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, ապա առաջին հերթին պետք է նշեմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ պետություններում հիմնական խնդիրն իմ համոզմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների առումով այն է, որ պետությունները կարծում են, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում հիմնական քաղաքականությունը պետք է լինի արձագանքող քաղաքականություն, այսինքն արձագանքել տեղի ունեցող խտրական տարբեր դրսևորումներին եւ նրանք համարում են, որ այսպիսով ամբողջ իրավունքների համակարգը ազգային փոքրամասնությունների հետ կապված երաշխավորված է։ Մինչդեռ սա ամենաթյուր պատկերացումն է տարբեր խմբերի, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների առումով, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման տեսանկյունից շատ կարևոր դերակատարություն ունի նաև խթանող քաղաքականությունը, այսինքն բացի արձագանքող պաշտպանության քաղաքականությունից կարևոր է ունենալ նաև պատշաճ խթանող քաղաքականություն եւ շատ դեպքերում խթանող մեխանիզմների բացակայությունը ինքնին հանգեցնում է խնդիրների ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ երաշխավորման առումով։ Այս տեսանկյունից կարծում եմ Հայաստանում խնդիրները հատկապես խթանող քաղաքականության շրջանակներում են, որովհետև պաշտպանության քաղաքականության առումով պետությունը փորձում է արձագանքողական լինել տարատեսակ դեպքերի, բայց խթանող քաղաքականության տեսանկյունից բազմաթիվ հարցեր են առկա։ Օրինակ, ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդման հետ կապված խնդիրը կարծում եմ լրջագույն խնդիր է, որը հանգեցնում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման հետ կապված խնդրի։ Օրինակ, մենք այս պահին Հայաստանում բուհերում չունենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետներ պատրաստող համապատասխան ամբիոններ կամ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ։ Արդյունքում մենք ունենք ազգային փոքրամասնություններ դասավանդող, ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների շատ լուրջ պակաս, որովհետև նույնիսկ մեծ մասը դասավանդողների բարձրագույն կրթություն ոլորտում չունի եւ նաեւ վերապատրաստումներն են քիչ, իսկ սա, ինչպես ես նշեցի, կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման գործընթացի հետ կապված բազմապիսի խնդիրների։ Մենք, եթե դիտարկենք օրինակ մեր ուսումնական դասագրքերը, ըստ էության բավարար պատկերացում չենք տալիս նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին, եւ սա է նաև պատճառը, որ Հայաստանում բազմազանության նկատմամբ հարգանք որպես այդպիսին ձևավորված չէ։ Խոսքն իհարկե միայն ազգային փոքրամասնություններին չի վերաբերում, խոսքը կարելի ասել գրեթե բոլոր խմբերին է վերաբերում, որոնք առանձին պաշտպանության են ենթակա, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունները եւս այս շարքում են, բայց բազմազանության նկատմամբ հարգանքն ըստ էության ինքստինքյան չի ձևավորվում, այն ձևավորվում է կոնկրետ խթանող միջոցներով եւ դրանցից մեկը ուսումնական դասագրքերում, հատկապես դպրոցական դասագրքերում անձանց պատշաճ պատկերացումներ փոխանցելն է ազգային փոքրամասնությունների, նրանց ավանդույթների, առանձնահատկությունների, մշակույթի եւ այլնի մասին եւ այս առումով շատ կարեւոր է լրջագույն քաղաքականություն իրականացնել։ Շատ կարևոր է, որպեսզի ազգային փոքրամասնությունները կարողանան պատշաճ մակարդակով ներգրավել կոնկրետ պետության հանրային կյանքին։ Այս դիտանկյունից եւս մեխանիզմները տարբեր են, եթե տարիներ առաջ դեպքերը հանրային կյանքում ներգրավվելու, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների լայն տեսանելիության ավելի քիչ էին, հիմա շատ ավելի է եւ դա շատ ուրախալի է։ Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր օրենսդրությունը, սահմանադրությունը կարգավորում է նախատեսում ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին քվոտաներ հատկացնելու առումով, եւ սա միանշանակ շատ դրական ազդեցություն ունեցող հանգամանք է, բայց մենք պետք է ամեն կերպ շարունակենք քաղաքականությունը ազգային փոքրամասնություններին հանրային կյանքում պատշաճ ներգրավելու առումով, եւ իհարկե կան առանձին խնդիրներ, որոնք առանձին ազգային փոքրամասնությունների են վերաբերում, օրինակ եզդիական համայնքում շատ տարածված են վաղ ամուսնությունները, որը իրավունքի տեսանկյունից լրջագույն խնդիր է եւ այս ուղղությամբ միանշանակ պետությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկի եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք ըստ էության, ինչպես արդեն նշեցի, պետք է լուծում ստանան ոչ թե պարզապես տեղի ունեցող դեպքերին արձագանքելու, այլ նաեւ պատշաճ խթանող քաղաքականություն ունենալու մակարդակում։
Այսօր ինձ համար ուրախալի է այն, որ մեծ զարգացում եմ տեսնում տարիների կտրվածքով, այսինքն օրինակ 20 տարի առաջ եւ այժմ կամ 15 տարի առաջ եւ այժմ այս խնդրին ուշադրությունը եւ հասցեավորումը միանշանակ նույնը չեն եւ այսօր շատ ավելի կատարելագործվել են թե մեխանիզմները, թե ուշադրությունն է մեծացել, բայց միևնույն է իմ նշած խնդիրները առկա են եւ դրանց ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել։ Ինքս անընդհատ նաև այցելում եմ ազգային փոքրամասնությունների համայնքներ եւ իհարկե սա չի կարող արդյունք չունենալ, որովհետեւ երբ անձնապես ես շփվում քաղաքացիների հետ, նրանց ոչ միայն իրազեկում ես իրենց իրավունքների մասին, այլ նաև պատրաստակամություն ես հայտնում օգնելու իրենց խնդիրների լուծման հարցում, բնականաբար մեծանում է նաև դիմելիությունը եւ այս տեսանկյունից միանշանակ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքը փոխվել է եւ հիմա այո քննարկում ենք դիմումներ, որոնք նաև մեզ են ուղղվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից եւ դիմումների մի մասը վերաբերում է իրենց որպես ազգային փոքրամասնություն, օրինակ տարբեր խտրականության, առերևույթ խտրականության դեպքերի եւ այլն, մյուս մասը միգուցե շեշտադրված չէ հենց ազգային փոքրամասնության հանգամանքի վրա, բայց դա եւս որպես լրացուցիչ հանգամանք դիմումատուները պարբերաբար շեշտադրում են։ Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, դեպքը ուրախալի չէ բնականաբար, դեպքը ինձ համար շատ ցավալի է, բայց կարևոր է այն հանգամանքը, որ մեզ է դիմել անձը, ազգային փոքրամասնություններից մեկի համայնքի ներկայացուցիչը դիմել էր մեզ, կինը մասնավորապես ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներով, եզդիական համայնքի ներկայացուցիչ եւ սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ սովորաբար այս համայնքում մինչ այդ ընդունված էր, որ խնդիրները չեն բարձրաձայնվում եւ այլն, կարծում եմ շատ կարեւոր է նաեւ մեր աշխատանքի արդյունք է, որ նման դիմումներ ենք հիմա ստանում։ Ես կարծում եմ, որ հարգանքի տեսանկյունից Հայաստանում միանշանակ ընդհանուր հարգանք առկա է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, այսինքն այն ծայրահեղ խտրական դրսևորումները, որոնք շատ երկրներում ակնհայտ են եւ նաեւ բազմապիսի հանցագործությունների են հանգեցնում, այդ թվում ցեղասպանության հանցագործության, մարդկության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների, Հայաստանի Հանրապետությունում այս փուլում չկա, որովհետեւ ընդհանուր մակարդակում հարգանքը առկա է տարբեր ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ, բայց նաև ինչպես նշեցի, խնդիրներն են բազմաթիվ եւ բազմապիսի։ Առաջին հերթին դրանք միգուցե այսպես առաջին հայացքից պայմանավորված չեն կամ չեն հանգեցնում առաջին հայացքից խտրական դրսևորումների կամ պայմանավորված չեն խտրական դրսևորումներով, բայց միևնույն է, այսպես process-ի ավարտին դրանք հանգեցնում են խտրականության, մասնավորապես չունենալով այն խթանող մեխանիզմները, բազմազանության նկատմամբ բավարար հարգանքը եւ այլն, գումարած սրան բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ նշեցի ատելությունը տարբեր էթնիկ պատկանելություն ունեցող անձանց նկատմամբ, որը երբեմն ոչ գիտակցաբար կարող է սերմանվել մեր հասարակությունում եւ այս երևույթների դեմ միանշանակ պետք է լուրջ պայքար մղել։